ինչպիսի հոգեբանական գործոններ են ազդում քաղաքացիների քաղաքական ընտրության վրա։ Շատ լուրջ հարց եք բարձրացնում, շնորհակալություն հրավերի համար։ Շիտակ խոսքի շրջանակներում իմ հյուրն է այգ հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար Վարուժան Մելքոնյանը։ Տեսեք, քաղաքացիների ընտրության վրա շատ գործոններ են ազդում հոգեբանական, այսինքն ոչ միայն քաղաքական ընտրությունների, ընդհանրապես ընտրությունը բարդ հոգեվիճակ է առաջացնում յուրաքանչյուրիս մոտ, յուրաքանչյուր ընտրություն։ Եվ ինչքան պատասխանատվությունը բարձր է ընտրության, այդքան ավելի լարվածություններ են առաջանում մարդկանց մոտ։ Յուրաքանչյուրից դա բոլորին վերաբերում է։ Քաղաքական ընտրությունները ունեն մի առանձնահատկություն, որ շատերն են փորձում մարդկանց ուշադրությունը, մարդկանց ընտրությունը շեղեն։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ուղղությամբ, յուրաքանչյուր անհատ իր ուղղությամբ քաղաքական եւ Հայաստանում հիմա քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի մեծ մասը չի աշխատում մարդկանց հոգեբանական գործոնի ուղղությամբ։ Ինչ կան այս վերջի երևի 30 տարվա քաղաքական ընտրությունները Հայաստանում ցույց են տվել, որ գործում են ստանդարտ խաբեության մեթոդներ ավելի անգեղծ լինելու համար։ Խոստումներ, էմոցիոնալ հուզական ֆոնի ակտիվացում եւ հիմնական գործոնը, որ միշտ աշխատել է հակադրությունների սկզբունք։ Երկու կողմ ստեղծվում է, մեկը լավն է, մյուսը վատը եւ սկսվում է պայքարի հոգեբանություն։ Ներքին պայքարի հոգեբանություն է ձևավորում ընտրողների, քաղաքացիների մոտ։ Եվ դրա արդյունքում որևէ կողմը շահում է, որևէ կողմը պարտվում, հաղթող եւ պարտվողներ են ձևավորվում, իսկ արդյունքում ձևավորվում է պառակտված հասարակություն, որը հետագայում այդ մինչև հաջորդ ընտրությունները պետության կառուցման գործի վատագույն օրինակն է կամ լավագույն խոչընդոտն է։ Այս ընտրությունների տրամաբանությունը, հոգեբանությունը այդպես է արվում։ Կոպիտ է հնչում, բայց ցավոք իրականություն է։ Ինչու են մարդիկ ընտրում ոչ թե ծրագրերը, այլ անձերին։ Ընտրություն են կատարում ասպարեզում եղած իրականության մեջ, ասպարեզում քաղաքական գաղափարախոսություններ չկան ըստ էության։ Մարդկանց մատուցվում են քաղաքական գործիչներ, իրենց այս կամ այն հերոսի կերպար ստեղծելով։ Այս մի քաղաքական գործիչը այսպիսի հերոս է, մյուսը այնպիսի հերոս է եւ բոլորը փրկիչներ են։ Մատուցում են գործիչների, քաղաքական գաղափարներ չի մատուցվում։ Գաղափարները երկրորդ պլան են մղվում։ Եվ մարդիկ նաեւ անհատի ընտրությունը պայմանավորված է տվյալ պահին հասարակությունում տիրող հոգեվիճակով, ինչքան ճնշված է, ինչքան անզորության զգացումը բարձր է, ինչքան հուսալքությունը բարձր է, այդ դեպքում մարդիկ ավելի շատ փնտրում են հերոսների, փրկիչների։ Մի կողմից իջեցվում է այդ եւ մյուս կողմից մատուցվում են հերոսներ։ Դրա համար մարդիկ գաղափարախոսությունը մոռացած գնում են։ Ինչպես է ձևավորվում զանգվածային մտածողությունը քաղաքական գործընթացներում։ Այստեղ հարցը մի քիչ տարողունակ է, որովհետև քաղաքական գործընթաց բուն էությամբ Հայաստանում դեռ չի ձևավորվել։ Աշխարհում էլ առանձնապես չի զգացվում քաղաքական գործունեություն, նորից նույնը սկզբունքն է։ Դասական քաղաքական գործունեություն ձևավորելու փոխարեն ձևավորվում է հակադրությունների սկզբունք եւ նպատակ, որպես բոլորի ենթագիտակցության մեջ ամրագրվում է իշխանության գալը կամ իշխանություն ստանալը։ Իսկ իշխանություն ստանալ կամ իշխանության գալը իր հերթին ածանցյալ ենթագիտակցության մեջ, գիտակցության մեջ էլ ուրվագծում է իրավունքների շարք։ Եվ մոռացության է մատնվում կամ երկրորդ կամ վերջի պլան է մղվում քաղաքական գործունեության պատասխանատվությունն ու պարտականությունների բեռը։ Դրա համար է, որ մեծ քանակով մարդիկ են մասնակցում քաղաքական գործունեությանը, մեծ քանակով մարդիկ են ձգտում
իշխանություն ունենալու առանց պատկերացնելու, թե ինչ բեռ է դա։ Ինչ հոգեբանական հատկանիշներ են բնորոշ հաջողակ քաղաքական առաջնորդներին։ Հաջողակ քաղաքական առաջնորդ լինելու համար առաջնորդի առանձնահատկությունները անձնային որակների մեջ հիմնականում 3 գործոն պետք է գործի. միտք, ոգեղենություն, հոգի եւ կամքի ուժ։ Այս 3-ը պետք է որպես հատկանիշ, անձի հատկանիշ։ Մյուս գործոնները պետք է ունենա պատասխանատվության բարձր զգացում, պարտականությունների կատարման պատկերացում եւ ամենակարևորներից մեկը հայրենիքի զգացում, պետության զգացում։ Երբ որ այդ գործոնները որևէ մեկի կամ որևէ խմբի մոտ ձևավորվեց, կարելի է հուսալ, որ մենք ունենանք հաջողակ քաղաքական ուժ, քաղաքական գործիչներով։ Պետք է, կարծում եմ, հնարավոր է վերացնել քաղաքական գործիչ եզակի հասկացությունը, քաղաքական առաջնորդ եզակի, քաղաքական ուժ մարդկանց համախումբ ստեղծելու կարևորությունը։ Մենք նորից անհատների հույսներս մեր, ինչպես մեր էպոսներ Սասունցի Դավիթի վրա ենք հույսը դնում, նա գալիս է, փրկում է, չի գալիս, մենք խեղճանում ենք։ Պետք է ձևավորել հասարակական գիտակցություն եւ բնականաբար հասարակական հոգեբանություն։ Թույլ լինելու հոգեբանությունը երկար ժամանակ մեր մեջ արմատավորվել է։ Եթե չասեմ դարերով, գոնե վերջի 100-ամյակում առաջի աշխարհամարտից հետո ցեղասպանության գործոնով մեր ազգային կերպարում, չգիտես ինչի, ձևավորվել է թույլ լինելու հոգեբանություն։ 88-90 թվականներին մենք մի անգամ դա հաղթահարեցինք, այդ ժամանակահատվածը մեր պատմության վերջի, չգիտեմ, մի քանի 100-ամյակի ոսկե 5-ամյակն էր, երբ որ մենք հոգեբանորեն հաղթահարեցինք թույլ լինելու մեր զգացումը, որը հետո չկարողացանք ամրագրել, պաշտպանել, պահպանել եւ 20 թվականին ստացանք նորից հակառակը։ Պարոն Մելքոնյան, ինչպես է իշխանությունը ազդում մարդու հոգեբանության եւ վարքագծի վրա։ Նորից տերմինը պետք է կարևորել։ Իշխանությունը հենց իշխելու համար է։ Երբ որ ինքը իշխում է ամբողջությամբ, չի գործում, չի կառավարում, չի ծառայում, ինքը իշխում է, հակառակ կողմը դառնում է ծառայող, չպայքարող հոգեբանության տեր զանգված։ Կարող է արդյոք երկարատև իշխանությունը փոխել անձի արժեքային համակարգը։ Անձի արժեքային համակարգը մասնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ փոխել հնարավոր չի։ Ուղղակի երկարատև որևէ վիճակում լինելը ակտիվացնում է անձի արժեքային համակարգը։ Արժեքային համակարգը պետք է հասարակական արժեքային համակարգ ձևավորվի, որտեղ կակտիվանա անձի տվյալ հատկանիշներ։ Յուրաքանչյուր անձի մեջ կա բազում արժեհամակարգային էլեմենտներ, կախված է նրանից, ինչն ենք ակտիվացնում, ինչն ենք պասիվացնում։ Պարոն Մելքոնյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, ապրեք։